Լեռների մեջ Աղստև գետի ափին գտնվող այս բնակավայրում դեռևս դարեր առաջ իջևանատներ էին գործում։ Առևտրական աշխույժ ճանապարհին գտնվող բնակավայրը հետագայում կոչվեց Իջևան։ Քաղաքը հայտնի էր բնությամբ, տեղացիների ջերմ հյուրընկալությամբ և գունեղ գորգերով։ 20-րդ դարում Իջևանի գլխավոր հատակագիծը կազմելիս ճարտարապետները գորգագործական ավանդույթը հաշվի են առել։ Ժամանակին քաղաքը կառուցելիս շատ ուշադրություն է դարձվել հենց բնության հետ հարմոնիկ կերպով ճարտարապետությունը ստեղծելով ու նաև հիմքում ունենալով քաղաքի հիմնական ինչով էր այդ ժամանակ հայտնի քաղաքը։ Ու ճարտարապետության հիմքում դրված է հենց գորգագործությունը, այսինքն ճարտարապետները վերևից նայելիս ինքը ունի գորգանախշի կենտրոն, գորգանախշ է հանդիսանում կենտրոնը, որը իր լապտերներով, մետաղական կոնստրուկցիաներով եւ քարային ճարտարապետությամբ ամբողջությամբ փոխանցում է գորգի կոնցեպտը։ Ու հետաքրքիր է շատ, որ տարբեր կողմերից մոտենալով կենտրոնին ճարտարապետությունը սկսում է քար, մետաղ, ու այդ մետաղները իրանք շատ գեղարվեստորեն են պատրաստված, ու այդ ամեն ինչը գալիս է շատրվանների հենց հրապարակում, կենտրոնանում է այդ գորգանախշի մեջ ու մետաղական կոմպոզիցիաներով ոնց որ ծաղկի այդտեղ քաղաքի սիրտը։ Իջևանի գորգագործական գործարանը պաշտոնապես հիմնադրվել է 1964 թվականին, թեև գորգագործության ավանդույթն այստեղ շատ ավելի հին է։ Գործարանը հետագայում դադարեց գործել, բայց գորգագործները շարունակում են հյուսել Իջևանի դեղնակյունջ կոչվող հայտնի գորգը։ Իջևանի հենքային գործվածքների ժառանգորդներն ենք մենք։ Ինչու ժառանգորդները, որովհետև դա մեզ որպես ժառանգություն տրվել է։ Խորհրդային շրջանի գիգանտներից մեկը գորգագործական կոմբինատը, որը հիմնադրվել է 1964 թվականին։ Արտադրել են ավելի քան 1 միլիոն մետր գորգեր։ 54 տեսակի գորգեր է արտադրել։ Դրանցից ամենահայտնիները Էրեբունի, Իջևանը արտահանվել են երկրից դուրս և արժանացել բարձր որակավորման։ Ստեղծագործական գործունեության մեջ կարևոր է, որ դու գիտակցես դու ինչ ժառանգություն ես ստացել և ինչպես և ինչ որակով ու ինչ խորքային իմաստով ես դու կարողանում դրանք նախ կրել քո մեջ, հետո ինչպես ես դրանք տալիս դիմացինին։ Եթե մենք չանեինք դա, կարծում եմ սա այս տեսակ շարունակություն չէր կարող ունենալ։ Հենվելով ազգային ավանդական ձևի վրա, մենք ստեղծել ենք դեղնակյունջի մեր տեսակը։ Չենք կրկնօրինակել, բայց գեղազարդման ամենականոնիկ կերպերը պահպանել են։ Սաղարթախիտ անտառներով շրջապատված Իջևանում դարեր շարունակ զարգացել են փայտամշակման տարբեր ուղղություններ։ Վահե Մայլյանի նախնիները եղել են փայտագործ վարպետներ։ Առաջին անգամ Վահեն փայտե գդալ է պատրաստել, հետո հմտացել է և փորագրել փայտե խաչքարեր։ Ժամանակին աշխատել է թե տեղական, թե արտասահմանյան փայտանյութով, հավանում է հայրենի անտառների փայտը։
Փայտի մշակումը մեր հետ ապրելակերպ է, ոչ թե հոբի է, սեր, այլ ապրելակերպ է հենց։ Մարդիկ որ գալիս են ասում են, այս փայտի հետ ինչ կռիվ ես տալիս, իսկ ինձ համար դա հանգստություն է։ Փայտը մի կնոջ պես բան է, մշակելով տեղ-տեղ պետք է կոպտես, տեղ-տեղ պետք է շոյես ու հանգիստ հասնես նրան, որ քո ուզածին, որ վերջում հենց փայտը քեզ ժպտա։ Բայց իմ հին գործերից մնացել է մենակ մի հատ փոքր խաչքար, այմ առաջի գործը։ Ու շատերը որ քննադատեցին, նույնիսկ այդ ժամանակ ուզում էի թողնեմ, որ խոր չես արել, մաքուր չես արել, ծուռ ես արել, ու մեկ եկավ մեր տղերքից ասեց, հենց գիտես քո ուսուցիչը իր առաջի գործը տենց լավ արել, դրանից լավ ա եղել, ու էլի ոգևորվեցի, սկսեցի շարունակելը։ Չնայած որ ուղիղ գիծ չեմ սիրում ու շատերին ասում չեմ կարող գցեմ, ուղիղ գիծ չեմ կարող։ Իմ գործերը լրիվ աբստրակտ, ծուռ, բայց հինը չեմ թողում։ Հնի վրա կառուցած այդ նորն է մտածում։ Մեր տեղական փայտը մի քիչ ավելի հեշտ է մշակում։ Հետը կարող ես զրուցես։ Ու կարող ես ստանաս այն ինչ որ դու ես ուզում։ Իսկ այդ օտար փայտը ոնց որ քոնը չլինի։ Հիմնականում աշխատում եմ այն փայտերի հետ, որը ինքնանք արդեն ոչ տախտակ են, ոչ փթած են, այլ ինքը արդեն ոչ պիտանի, որ ուրիշները փորձում են վառեն եւ դրանից ստանում են արվեստի ստեղծագործություն։ Իջևանի խորհրդանիշներից են ազգային նվագարանները։ Դավթյան եղբայրները ոչ միայն նվագում են ազգային գործիքներ, այլև դասավանդում Իջևանի արվեստի դպրոցում և սովորեցնում են աշակերտներին տարանջատել ազգային և օտար հնչերանգները։ Կան երաժշտություններ, որ թաղի վրա ավելի հեշտ է հնչում, քան քամանչայի վրա, կամ ճիշտ հակառակը։ Ստիպված կան երաժշտություններ, որ մենք փոփոխում ենք, որ ավելի համահունչ հնչի, ավելի հեշտ ու ավելի հասանելի։ Կան օրինակ կոչվում է մատներով խաղ, չէ, երաժշտության մեջ կան խաղեր, այդ խաղերը շատ կարևոր են։ Շատ կարևոր են, որ դուրս չգանք մեր հայկական լադից, դրա համար կան, որ թաղն է հնչում, կա, որ քամանչան է հնչում, քանի որ հայկական լադի մեջ, եթե շեղվեցիր, ստացվում է կամ պարսկական, կամ թուրքական, կամ արդեն էլ հայկական քամանչա չի, կամ հայկական թար չի։ Այդ կամ մեր երաժշտությունը արդեն մենք, եթե մի քիչ շեղվում ես, ստացվում է լրիվ ուրիշ բան։ Մենք ամեն ինչ անում ենք, որ մեր հայկականը մնա, էլի հենց չշեղվենք ու փորձում ենք, որ ոչ մեր աշակերտներն չշեղվեն այդ ուղղությամբ։ Ժողովրդական ավանդույթների պահպանմամբ են մտահոգված նաև Չիբուղչյան քույրերը։ Նրանք զբաղվում են ավանդական արհեստներով, դրանք պահպանելու և սերունդներին փոխանցելու համար։
Բացի հենքային գործվածքները մենք զբաղվում ենք նաև ասեղնագործությամբ, հայկական ասեղնագործություն, ժանեկագործություն, չէ որ դրանք մեր մշակութային ժառանգություններն են։ Ասեղնագործությունն ու ժանեկագործությունը ուսումնասիրել ենք տարբեր դպրոցներ, Վանվասպուրական, Այնթապ, Մարաշ, ավելի շատ բայց շեշտադրել ենք Մարաշի ասեղնագործությունը։ Մարաշի ասեղնագործությունը իրականում բավականին բարդ է ու դա այն ասեղնագործությունն է, որը մեր թշնամին չի կարողացել անդրադառնա։ Նախ բարդ է իր հորի վազքով ձևով, հետո հիմնականում զարդաձևերը այնպիսին են, կարծես խաչեր լինեն բոլորը։ Դրա համար դա մերն է եւ միայն մերը։ Իսկ ժանեկագործությունը ուսումնասիրում ենք եւ ասեղային ժանյակ, եւ հելունագործ ժանյակ, եւ մաքոքահյուր ժանյակ։ Զբաղվում ենք նաև մանրանկարչությամբ, մետաքսանկարչությամբ, ապակենկարչությամբ։ Իջևանը հաճախ անվանում են քանդակների քաղաք։ Իջևանի քանդակների այգու 100-ից ավելի քանդակները ստեղծվել են 1985-ից 1990 թվականներին։ Այդ տարիներին Իջևանի շրջկոմի առաջին քարտուղար Ջեմա Անանյանի եւ արվեստաբան Սարո Սարոխանյանի նախաձեռնությամբ քաղաքում տեղի էր ունենում քանդակի ամենամյա միջազգային սիմպոզիում։ Աշխարհի ավելի քան 20 երկրներից եկած արվեստագետները քանդակները քանդակեցին եւ նվիրաբերեցին Իջևանին։ Ինչի համար է դա արվել, որ քաղաքի հիմքում այնքան ուժեղ հորինվածք է դրված, որ հասարակությունն էլ պետք է դա ընկալի, գիտակցի, հասկանա դա ինչքան գեղեցիկ է, որպեսզի ժամանակի ընթացքում կարողանա դա պահպանել, արժանի լինի այդ գեղեցկությանը։ Ու այդպես ստեղծվեցին Իջևանի քանդակի սիմպոզիումները, որի այդ ժամանակ ես մի տարեկան եմ երևի եղել, մի կամ երկու տարեկան, ու հայրս մասնակցել է քանդակի սիմպոզիումներին, ինքը լինելով Գեղարվեստի ակադեմիայի քանդակի բաժնի ուսանող, ու մանկությունից սկսած մեր տան խոսակցությունները եւ ամեն ինչը եղել է հենց քաղաքի գեղեցկության, քանդակների, քանդակագործության մասին ու ապրելով այդ քաղաքում եւ լինելով եւ ապրելով մեր ընտանիքում մի տեսակ անհնար էր ապրել այդ միջավայրում եւ մտքիդ մեջ չունենալ, որ մի գեղեցիկ օր ինչ-որ մի գեղեցիկ բան դու պետք է քո քաղաքի համար ստեղծես։ Վերջին տարիներին Վահե Մայիլյանը փայտագործությունից բացի զբաղվում է տեղական քարի մշակմամբ։ Արվեստագետին գրավել է Իջևանի ագաթը։ Հետագայում ես զգացի, որ փայտը ինքն իրանով աղքատ է։ Ու ուսումնասիրել տարածաշրջանը ես տեսա, որ սովետական տարածաշրջանը ամենաճանաչված բանը ագաթները եղել են բենտոնիտի հանքը, մեր Իջևանը գտներից տակ։ Ուղղակի իջևանցիները ի զարմանս ինձ չեն մշակել։ Հումքը հանել տարել ենք Երևաններ կամ ուրիշ տեղեր, որ մշակեն զարդեր ստանան։ Տեղական ագաթները ինձ զարմացրին նրանով, որ մեր սարերում էլ կան։ Այսինքն քայլարշավների ժամանակ մենք կարող ենք տուրիստների հետ հավաքենք այդ քարերը ու բերենք արվեստանոցում, մշակենք փայտի հետ, զարդեր պատրաստենք։ Ու բազմազան են տարբեր տեղեր, Ենոքավան, Գանձաքար, մյուս սարերը, շատ ունեն քարեր, ագաթներ, ու ամեն մեկը իր գեղեցկություն ունի, իր գույնն ունի։ Ոնց որ գյուղացիները, որ գնում ես, մի գյուղը մեկից բնակիչները տարբերում են։ Անկախ քեզանից ասում ես, այս մեկը այս գյուղացի է, մեկը այն գյուղացի է, նույնը իմ քարերն են։
նայում եմ արդեն գիտեմ, որտեղից կլինի, որ հանքից կլինի։ Դավթյանների հիմնադրած Մակարավանք ազգային նվագարանների համույթը ժամանակին Իջևանի ամենասիրելի երաժշտական խմբերից էր։ Տարիների ընթացքում համույթից մնացին միայն Դավթյան եղբայրները։ Թաղը հարվածային գործիք է, ինքը ավելի շատ տրեմովա է հնչում, իսկ քամանչան աղեղով է, ոնց որ ջութակը ավելի շատ ինքը երաժշտությունը ձգում է։ Ու այդ համատեղ ոսկում են նվագել, այդ հարվածն ու այդ ձգելը ոնց ասած ավելի ճիշտ է հնչում, իրար հետ ավելի սինխրոն է հնչում։ Դե ես ասում, քամանչա նվագողը օրինակ ես ջութակեր եմ նվագում, շատ նման են իրար։ Լարվածքների տարբերությունն է մի քիչ, բայց դե քամանչան կնվագեի, քանի որ գործող գործիք է, մերն է, մեր ազգայինն է, ու այդ գործիքը պետք է շարունակվի։ Այսօր Չիբուղչյան քույրերի առաքելությունը ոչ միայն ազգային ավանդույթների պահպանումն է, այլև տարածումը։ Նրանց արվեստանոցում հայկական մանրանկարչության նախշերը հայտնվում են ափսեների, հագուստի և այլ իրերի վրա։ Ուզում եմ նաև նշեմ, որ նաև դասավանդում ենք Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետում եւ շատ երջանիկ ենք հենց դրա համար, որ նեղ օղակի մեջ սա չի սահմանափակվում, այսինքն մենք կրթում ենք ուսանողներին, նաեւ ծանոթացնելով Իջևանի գույների հետ։ Իջևանի գույները ես ասոցացնում եմ Դեղնակյունջի հետ։ Իջևանին գույն են տալիս ստեղծագործող մարդիկ, անկեղծ։ Իջևանին գույն են տալիս մեր ուսանողները։ Լավագույն կադրեր ենք ունեցել եւ հիմա էլ ունենք, ովքեր որ մենք մեզնից այդ ժառանգությունը փոխանցում ենք իրենց եւ իրենք էլ մեր ժառանգորդներն են, չէ՞։ Նաեւ իրենք իրենց գյուղերում փոքրիկ դպրոցներ են բացում, խմբակներ են բացում եւ ամենահաճելին այն է, որ ձեռագիրը փոխանցվում է եւ թեկուզ այդ խուլ գյուղակում, որ մի քանի հոգանոց խմբեր են լինում, ովքեր որ այս հենքային գործվածքները որպես ժառանգություն, իրենք էլ իրենց փոքրիկ սերունդներին են սովորեցնում, ասում են այ Չիբուղչյան քույրիկների ձեռագիրն է։ Ներկայում Փառք Աստծո մենք ունենք լավ երիտասարդություն, ովքեր որ հետաքրքրված են արվեստով։ Ես շատ հաճախ կուզեմ օրինակ բերեմ, շատ հաճախ համեմատում եմ ներկայիս ժամանակաշրջանը իմ դպրոցական տարիների հետ, երբ որ ես դպրոցն ավարտում էի, հիշում եմ, որ շեշտում էին, հարցնում էին ուսուցիչները, ով ինչ մասնագիտություն է ընտրել, երբ որ ես ասում էի դեկորատիվ արվեստ, մի տեսակ էին նայում, ու ոչ մեկ չէր անդրադառնում, կանգ չէր առնում, ոչ մեկ չէր ասում, ինչ լավ մասնագիտություն ես ընտրել։ Փառք Աստծո, հիմա դա այդպես չէ, հիմա օր-օրի ուսանողների քանակը ավելանում է, այդ արվեստասեր երեխաները իսկապես շատ են շնորհալիները։ Եվ մի խոսքով մենք ապրելու ենք, ապրում ենք եւ արարելու ենք մեր Իջևանում եւ ոնց ասվում է ուրիշի հողում տնկած ծառը քոնը չէ։ Այնպես որ պիտի մնանք այստեղ եւ արարենք այստեղ։
Երիտասարդ քանդակագործ Գորդաֆյանին Իջևանում շատերն են ճանաչում։ Նա ծնվել եւ մեծացել է Իջևանում, բազմաթիվ քանդակների հեղինակ է։ Այսօր նա երազում է հայրենի քաղաքում նոր միջավայր ձևավորել եւ քանդակների քաղաքում թողնել սեփական քարե հետքը։ Ոչ միայն ինձ համար, առհասարակ քանդակագործների համար քանդակագործությունը դա ֆիզիկական աշխատանք չէ։ Քանդակը նախ ծնվում է քանդակագործի արվեստագետի մտքում, սրտում, մտքում, որը հետո փոխանցում ես ինչ-որ այլ նյութի ու առհասարակ կարևոր չէ թե ինչ նյութի ես դու դա փոխանցում, ցանկացած եթե մտքիդ մեջ արդեն դու ունես ստեղծագործություն, նրան վիզուալիզացնել կարելի է շատ տարբեր ձևերով։ Իհարկե սովորաբար քանդակում ենք սկզբից կավից, որովհետև նախ կավը ինքը շատ կենդանի նյութ է, որը քեզ օգնում է իր պլաստիկայով ավելի հեշտ մտքիդ մեջ ունեցածը վիզուալիզացնել։ Հետո այդ կավից ստեղծածը արդեն դե կավը չես կարող երկար ժամանակ պահես, փոխանցում ենք սովորաբար բրոնզի կամ կարաս այդ կավի արդեն որպես մոդել իրան ունենաս ու արդեն քարի վրա ստեղծես։ Իհարկե կարելի է նաև միանգամից քարի վրա ստեղծագործել։ Ու շատ կարևոր է, որ մենք այս ժամանակի այս թովուբոհի մեջ չկորցնենք այդ ցանկությունը մեր միջավայրը ավելի լավը դարձնելու, որովհետև եթե արվեստը, գեղեցիկը, սերը մեր շրջապատից, մեր մեջից դուրս եկավ, շատ հնարավոր է, որ մենք մի գեղեցիկ օր նորից ստիպված լինենք կյանքը սկսել քարանձավից, այսինքն այդ ցիկլը կարող է ավարտվի, եթե մենք չգնահատենք արվեստի, գեղեցիկի ու սիրո կարևորությունը։ Իջևանի խորհրդանիշներից մեկը ևս քարի հետ է կապված։ Հայաստանում Մայր Հայաստանին խորհրդանշող 3 արձաններից մեկը Իջևանում է։ 17 մետրանոց արձանի հեղինակը Սերժ Մեհրաբյանն է։ Հուշարձանը հին Իջևանի ամենաերիտասարդ խորհրդանիշն է։